Ժորժան, թոշակները կամ աշխատավարձերը կամ նպաստները կբարձրացնեն, դիտեք։ Կառավարությունում կներեք լավ կադրը ինչի պետք է գա աշխատի, դուք ինչի պետք է գաք կառավարությունում աշխատեք։ Դուք կգաք կառավարությունում 200,000 դրամով կաշխատեք, եկեք, բոլորիդ հրավիրում եմ։ Ահա։ Կարող է մի հատ sense խիստ քայլ անենք ու այդ քայլին գնանք ու վերանայենք պետական ապարատի Հիմի դրան նախագիծը կա, ես ձեզ անկեղծ ասեմ, գիտեք ինչքան քննարկում ենք այդ որոշումը, որը մենք մեր մեջ կայացրել ենք, բայց ինչի չենք բարձրաձայնում այդ որոշման մասին։ Ասեմ ինչի չենք բարձրաձայնում։ Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ ասենք Հայաստանի ակտիվ հանրության 97%-ը իր իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին։ Հետարքի է, չես ասում, Ժորժան, որ իրականում կառավարության սեղանին դրված է ոչ թե մարդկանց թոշակները բարձրացնել, աշխատավարձերը բարձրացնել, առօրյայում աշխատող քաղաքացիների նպաստները բարձրացնել, ինչու ոչ, մնացած սոցիալական ծրագրեր բերել օրակարգ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը պետական ապարատը, այսինքն չինովնիկների աշխատավարձը բարձրացնելու մասին է եւ վարչապետը ասում է, որ արդեն կա նման որոշում, ուղղակի չգիտեն ոնց դա անեն, որ հանրության մոտ բողոք չառաջանա։ Բայց հարցը առաջանում, օրինակ, թող բարձրանա պետական աշխատողների աշխատավարձերը։ Իհարկե, թող բարձրանա, ոչ ոք դեմ չի լինի եւ թթու խոսք իհարկե չի ասի, եթե զուգահեռ բարձրանան թոշակները, նպաստները, աշխատող մարդկանց աշխատավարձերը, եթե նման զուգահեռ գործընթաց լինի, իհարկե միայն ողջունելի կլինի, որ պետական պաշտոնյաները նման լավ որոշումներ ընդունելու արդյունքում եւ նման լավ աշխատանք տանելու արդյունքում ունենան բարձր աշխատավարձ, ոչ ոք դեմ չի լինի, բայց կառավարությունը հիմա գիտի, որ եթե բարձրացնի, կլինի բողոք, կլինի դժգոհություն եւ դրա մասին ասվում է, բայց ինչու է ամենակարևոր հարցը, ինչու մենք պետք է այս հարցին պատասխանենք։ Ինչու այդպես կլինի, որովհետեւ թոշակները շատ ցածր են, մարդիկ չեն կարողանում անգամ գոյատևել Հայաստանում, աշխատավարձերը ցածր են, նպաստները կտրում են, բարձրացնելու փոխարեն շատերին կտրում են, այս սա է իրականությունը։ Եվ իհարկե, եթե պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանա, պետական ապարատի նախարարների, փոխնախարարների, մնացած պաշտոնյաների, որոնք արդեն ունեն բարձր աշխատավարձներ եւ բարձր պարգևավճարներ, իհարկե դա կառաջացնի մեծ դժգոհություն եւ դա կլինի շատ արդար։ Ժորժան, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արտադրության կուսակցության նախագահն, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, տարածեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք իմ հետ։